Այս եթե այս ամեն ինչը ձեր համար նորմալ է, ձեր գլխին մեծ բանցիկ ինչի համար եք բերում խփում։ Իրանք ապրում են իրենց բաբլի մեջ, Երևանում կան թաղամասեր, որ գնում ես քո մոտ տպավորությունա, որ մեխակավանն եմ մեզ, Ջաբրայիլում ես դու։ Արդեն հենց այդտեղ սկսում են իրանք փողերը թալանել տանել, եւ նաեւ հերոսի սահմանումը իմ համար այլ է։ Բարև ձեզ հարգելի հետևորդներ, Արմլուրի տաղավարում այսօր զրուցելու ենք Երևանի ավագանու Մայր Հայաստան խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մանուկյան, շնորհակալ ենք մեզ չմերժելու համար։ Պարոն Մանուկյան, փետրվարի 1-ից տեսանք, որ ինչքան էլ հասարակությունը, ընդդիմությունը բողոքի ակցիաներ իրականացրեց, ստորագրահավաք իրականացրեց, այնուամենայնիվ տրանսպորտի ուղևորձը թանկացավ եւ առ այսօր քաղաքացիները 100-ի փոխարեն շարունակում են 150 վճարել։ Ինչու այսպես ստացվեց եւ ինչու ընդդիմությանը չհաջողվեց կանխել այս թանկացումը, խնդրեմ։ Բարև ձեզ, նախ շնորհակալ եմ հրավերքի համար։ Ես սկսեմ մեր զրույցը ձեր հարցի վերջի հատվածից, որ չստացվեց, չեմ կիսում այդ կարծիքը եւ փաստերով հիմնավորեմ։ Նախավերջի գործակարգավարական նիստի ժամանակ արդեն հայտարարվեց, որ փետրվարի 1-ից 1.5 միլիարդ դրամ պակաս գումար հավաքագրվել Երևան ավտոբուս ՓԲ-ն, այսինքն ակնհայտ է, որ գումարը աստղաբաշխական մեծ է եւ դա բոյկոտի արդյունքն է մարդկանց։ Եվ երկրորդ կետը, որ հիմնավորում է, որ բոյկոտը կայացել է, դա այն է, որ իրանք հասկացում, որ հաջորդ փուլը գնալու է հանրաքվեն, այսինքն նույն մեր ֆրակցիան, Մայր Հայաստան դաշինքը գնալու էր ժողովրդի ստորագրությունը խնդրելով, այսինքն պահանջը ներկայացնելով, գնալու էինք մենք հանրաքվեի։ Եվ իրենք այդ ամեն ինչը կանխելու համար բերեցին օրենքով փոփոխություն կատարելու համար Եվ այստեղ ինչն է հետաքրքիր, իրանք ուզում են 15,000 եւ 10,000 դրամ տուգ անել, 10,000 դրամ չվճարողին, 15,000 դրամ ուրիշի քարտից օգտվելու համար, եւ այստեղ ակնհայտ է, եթե բոյկոտը չի կայացել, այսինքն եթե գումարները հավաքագրվում է, բա այս ինչի համար է տղեկ, այս եթե այս ամեն ինչը ձեր համար նորմալ է, ձեր գլխին մեծ բանցիկ ինչի համար եք բերում խփում Հասկանում եք եւ ինչն է կարեւոր հատուկ ուզում եմ ես դա շեշտել, որ Սահմանադրության 183 եւ 202 հոդվածներին համաձայն այսօր պետք է կողմ քվեարկի 71 падգամավոր, այնինչ ԿՊ-ն չունի այդ 71 падգամավորը եւ խիստ կարեւոր է հասկանանք, այնուամենայնիվ չունենալով հանդերձ իրանք այսօր նաեւ հակասահմանադրական քայլի են գնալու եւ այս օրենքը բռնի ուժով փորձել են անցկացնել Այսինքն այս օրենքի համար անհրաժեշտ է որպեսզի 2/3-ը կողմ քվեարկի։ Այս պարագայում նրանք չունեն այդ ամբողջը։ Հիմա ոնց որ անդրադառնամ ձեր հարցի սկզբնամասին, որովհետև այն կարծիքը, որ ասում են, որ բոյկոտը չի կայացել, դա ԿՊ-ի օրակարգն է եւ պսևդո ընդդիմադիրների պնդումներն է, որ բոյկոտը չի կայացել։ Ես երկու փաստ ներկայացրեցի, ոչ թե խոսում եմ կայացել, չի կայացել, փաստերից մեկը որ գումարը չի հավաքագրվել, եթե չի հավաքագրվել, ուրեմն ժողովուրդը բոյկոտել է։ Եվ երկրորդ փաստը, որ կա, դա կանոնը նրանում, որ իշխանությունը ԿՊ-ն գիտակցելով, որ օրինակի համար չի կարողանում դեմն առնել ժողովուրդը բոյկոտման մասսայական, փորձեցին օրենքի ուժով մարդկանց սարքել տուգանքի մատերիալ, կոնկրետ հստակ եւ աննորմալ մեծ քանակի տուգանք են։ Որում եթե չեմ սխալվում, քաղաքապետ Տիգրան Ավինյանը ստորագրահավաքի համար 8000 ձայներ պահանջում, մինչդեռ միայն Մայր Հայաստանին 15000 եւ ավելի ձայներ հավաքել, այդպես էր։ Տեսեք, մեր ստորագրությունների հավաքի հետը ճիշտ եմ հիշում մոտ 17000 էր, իսկին մոտ այդ շրջանակում են հավաքված եւ մարդիկ հստակ, եթե Հայկ Մարությանի պարագայում ասում են մարդիկ չգիտեն ինչի տակ են ստորագրել, իսկին Հայկ Մարությանն էլ ինչ էր արել, այնքան մարդու ստորագրություններ բերել, ինչքան մարդ որ ընտրել էր ԿՊ-ի օգտին։ Այսինքն 80000-ի մոտ էր, եթե չեմ սխալվում։ Մեր պարագայում մենք հստակ ներկայացել ենք իրավական հիմքը, կնիքն էլ տակը, մարդիկ գիտակցել են ինչի տակ են ստորագրել։ 8000-ի փոխարեն 17000-ը հավաքվեց շատ արագ, առանց ջանք գործադրելու։ Եվ ինչն է հետաքրքիր, որ այս մարդիկ առ այսօր չեն բացել թափանցիկությունը չեն ապահովել, այսինքն չկա թափանցիկ մեխանիզմ, ես վաղը մյուս օրը գնալու եմ տեղեկատվական տեխնոլոգիաներ ՓԲ, որ հասկանամ, իրանք կարող են վերահսկել, թե չէ։ Մի շաբաթ առաջ գնացել է Երևանի վարչական շրջան, ավտոբուսների այսպես ասած կանեցները որ կան, վերջնամասերը որ կան, զուգարան նույնիսկ չկա, որ վարորդի իջնի կարիքները հոգա հասկանում եք։ Այսինքն այս կանգառներ իսպար բացակայում է, 10% կանգառ են տեղադրել։
նայում եք լացդ գալիս է, տեղեր կա, օրինակի համար Էրեբունիում, Խարբերդում մարդիկ նկարում ցույց են տալիս ինձ, մոտավորապես 45-ից 50 րոպե սպասում են, որ տրանսպորտը գա։ Կանգար իսպար չկա։ Ով? Ասում են բարեփոխումներ արել ենք։ Իրանք ապրում են իրենց բաբլի մեջ, իրանք ապրում են փոքր կենտրոնում, կենտրոնից դուրս չեն գալիս ու փոքր կենտրոնում են նաև քայլում են այն թանկ հատվածներում, Սարյան փողոցում, Հյուսիսային պողոտայում, այն Պուշկինի մի հատվածում, որտեղ որ ռեստորաններ են, իտալական գինիներն են։ Այսօր մարդկանց իրանք որ ասում են բարեփոխել են իրենց լոռոպյանայի կոշիկները, իրանց տներն ու իրանց ընտանեկան կարգավիճակները ֆինանսական առումով, իրանք ուրիշ ոչ մի բան չեն բարեփոխել։ Ի՞նչն են բարեփոխել։ Այսօր Երևանը խիստ տրանսպորտի կարիք ունի։ Ծայրամասեր, երբ որ դու գնում ես, հասկանում ես ինչ ահավոր խնդիր կա։ Նենց փոշոտ, ցեխոտ փողոցներ կա, որ նույնիսկ բան չկա, գրունտ չեն տարել, թեթևակի քերած են ասֆալտը տանային լցնային ընդեղ, էլի աբսուրդ է։ Երևանում կան թաղամասեր, որ գնում ես քո մոտ տպավորությունն է, որ մեխակավանն եմ ես, Ջաբրայիլում ես դու, հասկանում եք։ Այս մարդիկ ոչ մի բան չեն անում, աբսոլյուտն ոչ մի բան չեն անում, մենակ տենց պորոտախոս խոսան իրենք, էլի։ Խարբերդում մենք գազ ենք քաշել մոտարապես երևի չեմ սխալվում 400-500 միլիոն դրամ, գնում ես ընդեր չի աշխատում, չկա այդ գազը, տրուբեկը պոկված, չփրտած մի կողմ, այսինքն ամեն ինչի իրաց մոտ մուլյաժ է։ Նույն տրանսպորտի հետ կապված էլ իրանց հարց է գրել եմ, ասում եմ Տիգրան Ավիյան, պատասխանեք, թե ասում եք ամիսը 1.8 միլիարդ դրամ փող ենք ծախսում, ուր եք ծախսում այդ փողը։ Ամբողջ օրը բան են անում, հաղորդակցություն են թողնում, որ վարորդի կարիք ունեն իրանք, ճիշտ է։ Ներկայացնում են ինձ 1600 վարորդ։ Նույն նամակի արդեն երկրորդ մասում 1600 վարորդի դիմաց փող են դուրս գրել արդեն։ Արդեն մյուս կետում որ ուզում եմ բացեմ, ասեմ այդ 1600 վարորդը ման վարորդա Ժոնգտոնգի, չգիտեմ, Հայգերի կամ մյուսի, պարզվում է այդ վարորդների քանակը 1290 քանիս է։ Երևանում օրական մոտ մի 600-ի շրջանակում է, եթե չեմ սխալվում, ավտոբուսից դուրս գալիս։ Իրանք մի հատ են փող դուրս գրում, մյուսը մանի վարորդների աշխատավարձը իրանց տվածով որ դուք նայում եք, հավելավճարները 700,000 է կազմում։ Մանի վարորդը կյանքի մեջ այդպես աշխատավարձ չի տեսել։ Հավելավճարը հանում ես 600,000 դրամ ալին գեր։ Այդ մարդիկ ասում են մենք այդ փողը չենք ստացել։ Արդեն հենց այդտեղ սկսում են իրանք փողերը թալանել տանել։ Այստեղ կարող ենք ասել, որ կոռուպցիա է տեղի ունենում եւ նաեւ ուզում եմ հիշեք, որ հենց այս իշխանություններ, միջ իշխանություն գալը, որ հայտարարում էր հատիկ առ հատիկ ամեն ինչ վերադարձվելու է։ Տեսեք, կոռուպցիան սկզբից ինչպես քայլեր իմ աշխատանքային գործունեությունը գնաց։ Ես ուզում եի հասկանալ ամենասկզբից, արդյոք Տիգրան Ավինյանը տեղյակ է, որ իր ենթակայության տակ կոռուպցիաներ կա։ Սկսեցի քայլ առ քայլ ներկայացնել, ձեն չկար։ Փող քաղաքապետերի մակարդակով։ Սուրենին Գրիգորյանն ասում եմ, որ թերցելի պայմանագիրն ապօրինի է, դու հովանավորում ես, քո փայն ինչքան է, ինքը միջև մի այդ հարցին չպատասխանեց։ Այսինքն իմ մոտ մնաց ընկալումը, որ ինքը փայեր ուղղակի չէր ուզում տոկոսը ասել, որքան է փայ։ Այնուհետև գալիս ենք մյուս կետերին, շինարարությունների անխտիր խայտառակ վիճակն է, անխտիր, վերցնում են հաղթանակի 40-ամյակի այգին նայեք, Դավթաշենի, Մասիվի, ժամկետները խախտած, որակը անորակ, ամեն ինչը։ Միշտ էլ նույն շինարարական կազմակերպությունից են գնումը։ Շինարարը նույնն է, տեխսկողը նույնն է, նախագծողը նույնն է, բոլորը նույնն են, էլի։ Հետո շարունակեմ, ասես փուլ առ փուլ գնանք, էլի։ Ես խոսում ասում եմ հողերի հարցը, որ գլխավոր հատակագից իմ կռվով իմ պատերազմի արդյունքում ասում եմ թեկուզ վատ մի հատ գլխավոր հատակագից պետք է լինի։ Մարդիկ գրում են նամակ, ասում են իմ նամակին պատասխանեք, որ այս բաժակը մերն է, քանի որ գլխավոր հատակագից չկա։ Այս մարդիկ չեն պատասխանում մեր կողմից, այն մարդը ասում է, քանի որ չես պատասխանել, ես դրական որպես պատասխան անցալում եմ, վերցնում եմ ինձ։ Այնպես խայտառակ տեղեր, վերջում արդեն պիտի չափու սահմանն էր, էլի անտարայինում մարդիկ ասում են անհատույց ջրի պետք է տաս, ջրի էին տալիս մարդիկ հողերը։ Դրա համար մի հոգի պատասխանատվություն կրեց, ոչ։ Այդ արանքը հատու գլխավոր հատակագից չարեցին, ինչքան կարողացան Երևանը թալանեցին, ինչ չափի ասած թալանեցին։ Ասում գլխավոր դատախազություն, ես կոնկրետ հանցագործության մասին հաղորդում եմ։ Կամ եկեք ինձի սուտ խոսալու համար տարեք դատեք, կամ ընթացք տվեք։ Ինձ ասում են ինչի համար ընթացք չես տալիս, սխալվեցի մի գործի համար հաղորդում ներկայացրեցի, հենց հետո հենց այդ գործի մասին խոսում եմ, ինձ ասում են ձեն այդ կտրի, դա դատախազությունն մա գործը հարուցվել։ Տեսնենք ինչ ա լինում, տեսնենք ինչ ա լինում, այդ տեսնենքը գնաց մի 5 տարի, այսինքն դու պետք է չխոսաս։ Ես էլ նոր ուրիշ ռազմավարություն եմ ասում, եթե հանգարց սխալվես Facebook-ում մի հատ թթու խոսք ասես ԿՊ-ի հասցին, կտանեն կդատեն, համաձայնեք թե չէ։ Ոստիկանություն, բա որ ես կանգնում եմ, այդքան թալանի մասին խոսում եմ, մեկը ձեն չեք անում, դա նորմալ է։ Իհարկե նորմալ չի։
Այսինքն եղավ որ դուք բոլորդ փայ եք այդ ամբողջ process-ից, sense փայ անելով իրար հետ գնում եք առաջ։ Այն խնդիրը բարձրաձայնում եք, բայց հետևից գնացող հետևից էլի ես եմ գնում։ Էլի դուք եք գնում։ Հետևից նորից իրավաբանների կողմից որևէ քայլ, որևէ արձագանք չունեք։ Չէ, չունեմ, ես չունեմ, եւ ես ասում եմ, որ իրանք բոլորը փայ են, որովհետեւ նույն այդ շինարարներին որ գնում գտնում եմ, մեկը քաղաքապետարից ինձ ասում են չես վախենում, ասում ինչի համար։ Ասում եմ լոկե հետաքրքրվես, կարող է շինարարը ուժային կառույցներից մեկի զամմինիստրի քրոջ տղեն է օրինակի համար։ Այսինքն դրանն էլ եմ փայ հանում տալիս, որ ձեն չանի, մյուսին էլ հանում փայ տալիս, այդտեղ չի լինում։ Իրանք դրել են, sense կոնկրետ թալանով գնում են։ Թալան ու կոռուպցիան միջև ականջների ծերը խորացած է իրանց մոտ։ Հիմա գրել եմ, սկսել եմ մանկապարտեզները այցելել, որը որ սնունդի հետ կապված խայտարակ ազանգեր ունեմ, գնալու եմ, ստուգեմ, հատիկ առ հատիկ նայեմ, տեսնեմ ոնց ինչա վիճակը։ Նույն ձևով, օրինակ հաղթանակի 41-ի այգին գնացի նկարել էի որ խայտարակ վիճակ էր, մյուս տարի տեսա էլի փող են դուզ գրելի բան չնա, հետևողական գնում ասում ես ինչ եղավ, լխայտներդ գլուխներդ հավաքեք, հենց գնացեք արեք։ Բարոյականությունը պիտի չափ ու սահման ունենա, հասկանում եք, դուք ձեզի 24 թվականի բյուջեի կատարողականով 100% կատարել եք օրինակի համար ձեր պատավատ գնելը, բայց մանկապարտեզների շինարարությունը թերա կատարել եք 50%-ով, դրա բարոյականությունը որտեղ է, դրա համար պատասխանատվություն կրողնով է լինելու, կամ տրանսպորտը, այսօր Երևան քաղաքը, ասում եմ, ինչքան մեծի տրանսպորտ է պետք, քաղաքում երկու պաշտոնյա չկա, որ նույն թիվը ասի, Տիգրան Ավենյանն ասում է 700-ը մեզ լողացնում է, Սուրենը Գրիգորյանը ասում է 650-ով ես ջակուզի կնստեմ, ընտիր, շատ ընտիր կլինի օրինակի համար, այն մյուսը հասկանում եք, որ սարկազմով եմ ասում այդ բոլորը, այսինքն գնում ես Երևան ավտոբուս, ասում են չեն, մեզի 1200 ավտոբուս է պետք, ու դու չես կարողանում հասկանալ, լավ ես մարդկանց մոտ ինչ-որ բարոյական սահման կա, Գոնե հավաքվեն իրար հետ, մի հատ թեզ գրեն գրատախտակի վրա, ասեն բոլորս խոսում ենք այս ստից, ու սկսեն այդ նույն սուտը կրկնել, չկա ով քնից հելում, ինչ սուտ ուզում խոսում է, ու համատարած է, էլի կներեք, էլի համատարած, որ ոլորտին ուզում ես կպի, տենց կեղտ է, որ ոլորտին ուզում ես կպի։ Իսկ քաղաքացիները կարող են համոզված լինել, որ թելսել ծրագրից, քանի որ արդեն օգտվում են ու շատերն են օգտվում, քաղաքացիները կարող են համոզված լինել, որ իրենց անձնական տվյալները տալով նրանք անվտանգ կլինեն։ Ես դրա մասին ասել եմ, որ անվտանգ չեն լինելու, հակառակն եմ պնդել, ինչի համար, որովհետև այդ ընկերության մեծ բաժնետերը գնացված է օֆշորում, չգիտես էլ ով է ինչ է, այդ մարդը նույն տրամաբանությամբ կարող է քո տվյալները վերցնի, տանի տա մյուսին, ուրիշ օրինակ բերեմ, համաձայն օրենքի զինծառայողներն ու ընտանիքի անդամները անվճար պիտի երթևեկեն։ Հիմա տեսեք, նույն ձև ԱԱԾ-ի աշխատողները կամ մյուսը, երբ որ այս մարդիկ բերում են իրենց տվյալները տալիս են, ասում են ես օրինակի համար ԱԱԾ-ի առաջի բաժնի Չ-կլասի մասնագետ եմ օրինակի համար, այս իմ տվյալները տվեք ինձ թուղթը, չէ, օրինակի համար անվճար կամ ՊՆ-ի ժողովուրդը, այսինքն քո ազգային անվտանգության գաղտնիքները հանում տալիս ես չգիտես ում, հանում տալիս ես չգիտես ում, դրա նորմալ չի, հասկանում եք, մյուս խնդիրը, այդ կարծիքն էլ ճիշտ չի, որ շատ մարդիկ են օգտվում, գերակշիռ մարդիկ օգտվում են 150 դրամ վճարելով, որովհետև իրանք չեն վստահում այդ համակարգին, ու օբյեկտիվ, նաև չի էլ աշխատում նորմալ այդ համակարգը։ Թե ինչի համար են պահում, ես նորից եմ ասում Սուրեն Գրիգորյանի հովանավորչությամբ, որովհետև դրա միակ պաշտպանողը Սուրեն Գրիգորյանն է, ատամներով ու ձեռքերով։ Պարոն Մանուկյան, նաև այստեղ այսպիսի մի հարց, հանրության մի հատվածի մոտ կային կարծիքը, այն տպավորությունը, որ ընդդիմությունը ոչ թե պայքարեց թանկացման դեմ, այլ պայքարեց 300 դրամի դեմ, ասում են, որ 150-ը նորմալ ընդունվեց ընդդիմության մոտ, արդյոք այդպես է։ Տեսեք, հիմա ես սկսեմ օրինակ իմ տեսակետից։ Ամենասկզբում, երբ որ ես տվյալները չէի տիրապետում, որքան ուղևորա հոսքա ինչ պայմանները, իմ հաշվարկները, որ ես ունեի, կազմել մոտ 147 դրամ, այսինքն ինքնարժեք է, էլի, բայց դրանից հետո, երբ որ քաղաքապետարանը ինչ որ թվեր է հայտարարում, որ այդքան ուղևորա հոսք կա, իրենց ծախսերն էլ էս կան, հասկանում ես, որ ոչ, իրանց ասած թվերով իրատեսականա 100 դրամը։ Մյուս խնդիրը 300 դրամ, այսինքն Մայր Հայաստան դաշինքը մեր ֆրակցիան պայքարել է 150 դրամի համար, 300 դրամի համար, մինչև 100 դրամ մեր համար իրատեսական է պայքարում դրա համար, եւ ես էլ ազգային ժողովի դիմաց իմ գործընկերներն են պայքարում, որպեսզի այդ պատգամավորներին հարցան, դուք հաշտեք այդ մտքիդ, որ թանկացնում եք, ախր դուք չեք ասել, որ թանկացնում եք, հիմա թանկացնում եք, դուք չեք ասել, որ մարդկանց տուգանելու եք, քերթելու եք մարդկանց, այսօր դրա քերթում եք,
Գույքը արկը թանկացել է, աղբանությունը թանկացել է, կարմիր գծերը թանկացել է, տրանսպորտն ուզում են թանկացնել, ուզում են մարդկանց տուգանել, անթիվ է, տուգանելու չափ ու սահմանը անթիվ է, հասկանում եք, ու հիմա տեսեք, մենք շարունակելու ենք եւ այդ պայքարը անդադար է լինելու։ Իրանք պարտավոր են բերեն թափանցիկ ներկայացնեն իրական պատկերը։ Երբ որ իրանք կբերեն կներկայացնեն իրական պատկերը, կասեն ժողովուրդ բոլորիդ հրավիրում ենք, եկեք գնանք պարզ թափանցիկ ստուգենք այս Երևան ավտոբուսի ծախսերը կամ մնացած խնդիրները։ Երբ որ իրանք այդ ամբողջը կանեն, կբերենք հիմնավորեն, որ ինքնարժեքը լինում է օրինակ 150 դրամ, կասեն 130-ը մենք ենք, 20-ը ժողովուրդ կտակ, թե չեք տա օրինակի համար, կհասկանաս, որ նորմալ է, բայց երբ որ իրանք ոչ մի բան չեն ներկայացնում, հակառակ ծախսերը խայտարակ ուռճացնում են, հավաքագրումները խայտարակ վիճակի մեջ է, յանի ուզում են ստվերի դեմ պայքարեն, ավտոբուսների մեջ մուլյաժ են դնում, կամերաներով հաշվում են, դա չկա, կարելի մի հատ տուրնիկետ դնենք, տուրնիկետով մարդիկ անցնելուց ուղղի վրա հոսքը ռեալ հաշվեիր դու, չէ, պետք չի որ միանգամից դու առնես կաթսային մոտեցում, կաթսնով ընկնես հետևից ինչ որ մոտեցումները դադարացնես, տուրնիկետը դնում էր, հաշվում էր ուղղի վրա հոսքը ռեալ ինչ կանա, հետո հաշվում էր քայլ առ քայլ ճիշտ իրականացնում ես, նույն իրենց ավտոբուսները երկար իրան չի կարողանալու ծառայել, որովհետև այդ նույն ավտոբուսի բանա բեռնափոխադրում ասեմ, քաշային առումով էլ իհարկե կներեք, ես առումով կարող մի քիչ ճիշտ չեմ մեկնաբանում, քաշը որքան մարդ կկարողանա ինքը տանել, տարողունակությունը մոտարապես 2-3 անգամ ավել է։ Այս ավտոբուսները չեն կարող երկար ծառայել, այսինքն այդ ավտոբուսի մեջ եթե պետք է նստի օրինակի համար 60 մարդ, նստում է 130 մարդ, իրար շալակելած բոլորս է ամեն օր դա տեսնում ենք։ Հասկանում եք, ավտոբուսներն էլ են շարքից դուրս գալու։ Երևանի բյուջեն գլուխ են գովում, ասում են 30 միլիարդ դրամով ավելացել, 30 միլիոն դրամ ուղիղ ավտոբուսների համար։ Իրանք որ տենց կեղծ ասում են ընդդիմադիրները մեզ մենակ քննադատում են, գլուխները քարին են տվել, երեսները պատին, որովհետև ես իրանց առաջարկել եմ, որ Երևանը ունի BB- վարկանիշ, եկեք թողարկենք կանաչ բոնդեր եւ դրա արդյունքում մենք կարողանանք էլեկտրական ավտոբուսներ գնել, եթե ձևը գործիքա կազմը չգիտեք, գրագիտությունները չի բավարարում, անվճար ձեզ դասընթացներ կիրականացնեմ, դա իմ մասնագիտությունն է, ես նաեւ մանկավարժ եմ իմ մասնագիտությամբ, ես համալսարանի փոխարեն ձեզ մի քիչ դաս կտամ կսովորացնեմ, էլի իրանք չէ մենք գիտենք այդ ով ասում են չգիտենք մենք ու ոչ մի բան չեն անում հետեւաբար իրանք ձեռ չի տալիս իրանք չեն ուզում իրանք չեն սիրում երևանցիներին որովհետեւ երևանցիները իրանք մերժել են իրանք ընտրված քաղաքապետ չեն ընտրված չի իշխանությունը Երևան քաղաքի ու բոլորը շատ լավ գիտեն ու այս ամենի հետ հատուկ ուզում եմ ասեմ իրանք այդ հավասար փայատեր կեղծ ընդդիմադիր Արամ Զավենի Սարգսյանն է Կեղծ ընդդիմադիր նորից եմ պնդում, որովհետև Արամ Զավենի Սարգսյանը հավասարաչափ պատասխանատվություն է կրում այս ամեն ինչի մեջ։ Մենակ դուք պետք է տեսնեք հանրապետության ժողովուրդը իրենց կյանքը ինչքան է բարելավ է։ Ինչքան են իրենք իրենց արդեն ավելի լավ զգում եւ դա չեն կարողանում թաքցնել։ Ի ցույց են դնում այն չտես գերմանիշների պես որ ձեռները մի բան անգամ դերն են բոլորին ցույց տան, սկսում են գցել Facebook-ները։ Այո։ Եվ վերջում հարկատուն հերոս է։ Ես հերոսի ուրիշ ընկալում ունեմ, հասկանում եք, եւ նաեւ հերոսի սահմանումը իմ համար այլ է։ Հասկանում եք, հերոսը նախ եւ պիտի սիրի իր հայրենիքը, հասկանա իր հայրենիքի արժեքը։ Հայրենիքի արժեքը գումարի չափով չի որոշում։ Այսինքն, եթե ընդունենք այսօր ես վճարում եմ 10 դրամ, ես պստիկ հերոս եմ, մեկը վճարում է 100 միլիոն դրամ, բայց ինքը թալան չի, թալանում է երկիրը, ինքը դառնում է ավելի լավ հերոս։ Այսինքն այդ հերոսի սահմանումը հերթական անգամ արժե համակարգը փչացնում են մեր երկրում, հասկանում եք, իմ համար նորից եմ կրկնում, հարկատում իր պարտականություններն է կատարում եւ իր հարկն է վճարում իր պետությանը, իսկ հերոսը այն մարդն է, որը ծառայություն է իր երկրի համար մատուցում, այդ ծառայությունը եւ հայրենիքի պաշտպանությունն է, հասկանում եք, եւ կարող է լինի մշակութային գործիչը, ով որ իր ստեղծածով, իր բանաստեղծություններով կրթում է սերունդ Այսինքն այդ մարդն է իմ համար հերոս մեծություն, որի նաև իր խոսքի արժեքը կա, հասկանում եք, բայց դու բերես փողով սկսես չափել, դա իմ կարծիքով բարոյական չի։ Նորից եմ կրկնում, եթե ընդունենք մի գործարար, որը որ բոլորս տեսնում ենք այսօր Հովանավորյալ նոր օլիգարխներ կամ իշխանության տակ այսօր հանգիստ պարկած օլիգարխներ կամ օլիգարխներ, ովքեր ծառայում են նախկին իշխանությանը, հիմա իրանց են ծառայում, բայց արդեն լավն են։ Այդ նույն մարդիկ, որ թալանում են երկիրը իրանց էլ փայ են տալիս, իրանք հերոս են, այսինքն ամոթ է մի տեսակ էլի հասկանում եք։ Եվ իրական հերոսին էլ ինչ որտեղ արժե զրկում։ Իհարկե, իրանք այս պարագայում իմ կարծիքով իրանք հերոսին արժե զրկում են։
Եվ այդ քայլերը իրանց մոտ օրինակի համար այսպես ստարտը տալ այդ հերոս ասած իր կատարած աշխատանքի համար գնահատական տալը Տավուշյան դեպքերից հետո, երբ որ Սարդարապատում հիշում եք Նիկոլ Փաշինյանը սկսեց մարտական խաչ 72 հատ ազգային հերոս, ասում եմ, ես ազգային հերոս ուզում հասկանամ, որ օպերացիայի համար եք տվել։ Մարդը կռվել է, արժանի է, որպեսզի իրան գովես 10 արիության մեդալ կամ մյուսը, բայց հերոսի խնդիրը որն է, կամ պատերազմի ժամանակ ասում են հերոս, հաջորդ օրը հերոսին բռնում դատում են, էլի, հասկանալ չի կարելի, ամեն ինչը չի կարելի այդ աստիճանի ոչնչացնել։ Արժե համակարգ են, որոնք որ այս իշխանության առաջ դրել են, որ փոշիացնեն։ Ընտանիքի արժեքն են փոշիացնում իրանք, հերոսի արժեքն են փոշիացնում իրանք, մեր Արարատի արժեքն են փոշիացնում։ Իմ գնահատմամբ մեր հայ ազգի ամենամեծ, համար առաջի հաղթաթուղթ ասեմ կամ արժեքն ասեմ, դա այն է, որ մենք առաջ հիացնենք, որ քրիստոնեություն ենք ընդունել եւ քրիստոնեություն ընդունվելուց շարունակաբար հալածվել են, կռիվներ են տվել, եւ եթե մենք պատմականորեն նայում ենք, որ մեր ազգը կարող էր այլ տեղ գնալ ապրել, իրան կապող եղել է Սուրբ Լեռը, Արարատը։ Եվ դու աշխարհով մեկ ուր գնում ես, երբ որ ասում ես հայ ազգն եմ, առաջինի քրիստոնեություն եմ ընդունել, Արարատ լեռը, Նոյ, Տապան, մյուս քեզ արդեն ճանաչելի ես դարձնում։ Ու այսօր դու փորձում ես այդ համակարգն ոչնչացնել, հասկանում եք։ Իմ համար անընդունելի է։ Ես ուրիշ դաստիարակություն եմ ստացել, հասկանում եք, մերոնք գաղթը եկել են Տաունի գավառի Հացեկաց գյուղից, եւ իմ փոքրուց իմ համար հերոսն եղել է Գևորգ Չաուշը, փորձել եմ նրան նմանվել, ասես կապում էի իմ գլխին ինչ որ մի բան փոքր ժամանակները, փորձում էի նմանվել նրան կամ Անդրանիկը եւ օրինակի համար Ռանշպարների կանչիմ ամենասիրած գիրքն էր, հասկանում եք, եւ միշտ երազել եմ, որ մենք պետք է ուժեղ լինենք։ Չկա տես բան, երբ որ դու նաեւ Արշակ Սրբազանը լավ խոսքեր ասաց, որ սերունդե սերունդ նզովյալ լինի այն մարդով, ուրանում է իր հայրենի հողը։ Մենք չենք կարող, էլի անընդունելի է, իրոք անընդունելի է։ Ու այսօր նայում ենք, բերել են հարկատուին, ասում են հարկատուն հերոսա։ Լուրջ։ Այսինքն նորից եմ ասում, մեկ որ թալանում է պետությանը, իրանց հետ էլ այտենց աղբեր է դառել, ով որ 6 տարի առաջ ոչինչ չուներ, այսօր օրինակի համար կարող է այտենց դղյակներ ու միլիոններ ունենալ, էլի հարկը չի տալիս, թալանում է, մի քիչ փայլ ձեզ է տալիս, այդ մարդը հերոս է, այդ հերոսությունը որտեղ էր, այսինքն ավելի շատ ինչքան բյուջեն թալանի, այդ եղավ հերոսություն։ Շնորհակալ ենք։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնենք, որ մենք զրուցում ենք Երևանի ավականու Մայր Հայաստան խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի հետ։